Բարև, սիրելիներ, այսօր Ղևդացոց գրքին 26-րդ գլխուն մեջ ունենք Աստծո ուղղակի խոսքը Իսրայելի ժողովրդին իրենց աբակայի նկատմամբ խոստացված երկրին մեջ։ Ան տվեց 3 կանոններ, որոնց պետք էր հնազանդել, եթե պիտի գրավեին երկիրը։ Առաջինը եւ ամենակարևորը ոչ գուրքերուն։ Անոնք պետք չէ առնեն գուրքեր կամ շինեն զանոնք։ Երկրորդ, անոնք պետք է բահեն շաբաթ օրը։ Եվ վերջինը, որ անոնք պետք է հարգեն սրբարանը, որ Աստծո սուրբ վայրն է։ Գուզեմ նկատեք, որ այս գլուխը նույնպես գվերապերի սրբության, դեղի, ժամանակի եւ գուրքերու հարցերուն։ Գիտեիր, որ գուրք հարը եբրայերենով կթարգմանվի ոչինչ։ Չափազանց դժվար է ստեղծել ոչինչ կամ երկրբակել ոչինչ-ը։ Սակայն դակավին շատ մարդիկ ոչինչ գնեն Աստծո հետ իրենց հարաբերության մեջ։ Բայց հիշեցեք, ամեն բան, որ Աստծո դեղը կգրավե, դակավին ոչինչ է։ 36 համարները կկառավարեն մարդոց երկրի գրավումը։ Այստեղ Աստված գսե անոնց, որ երկիրը գրավելը պայմանավորված է անոնց հնազանդությամբ Աստծո հայտնված կամքին։ Միևնույն ժամանակ Աստված գիտակից է անոնց ազատ կամքին։ Այն ժամանակ, ինչպես այսօր եւ ինչպես միշտ, ազատ կամքն ու Աստծո կամքը կհամապատասխանեն մեծ եթեյովմա։ Դերը գսե, եթե այդպես ընեք, ես ձեզի պիտի օրհնեմ։ 7-10 համարներու մեջ Աստված գտվե այն գերբերը, որոնցմով ան պիտի կատարե ժողովրդին տված իր խոստումները։ Գսե համարը. Ես ձեզի պիտի նայիմ եւ իմ խորանս ձեր մեջ պիտի տնեմ, ու ձեզի Աստված պիտի ըլլամ, ու դուք ինձի ժողովուրդ պիտի ըլլաք։ Նաեւ եթե անոնք վերադառնային Աստծո, ան պիտի հաներ մարգարեներ եւ առաջնորդներ, որբեսի անոնք հաղթեն իրենց թշնամիներուն։ Այդ բոլորը կատարվեցան։ Մարդոց հնազանդությունը պատճառ դարձավ բազմաթիվ օրհնություններու, ինչպես բնակչության ավելնալուն եւ առատ ուտելիքի հայթայթումին։ Այդ դեղի ունեցավ ճիշտ այնպես, ինչպես Աստված ըսավ, որ պիտի ըլլա։ Այդ օրհնության ֆիզիկական նշանը խորանն էր, որ գտնվեր ճիշտ իրենց մեջ, ինչպես սկսվի 11 եւ 12 համարներուն մեջ։ Որովհետև այս էր աբակայի մեծ հույսը, որ վերջնականապես պիտի իրականանա հավիտենական երկրին համար։ Եվ 13-րդ համարի մեջ Աստված կմատնանշե իր հավատարմությունը անցյալին Եգիպտոսեն ազատելուն ժամանակ, այնպես որ անոնք կրնան վստահ ըլլալ աբակայի օրհնության խոստումեն։ Այլ խոսքով ան ըսավ. եթե ես այդ մեծ բանը ըրի ցեզի համար անցյալին, հիմա դուք գիտեք, որ պիտի նեմ զայն ցեզի համար աբակային։ Նույնը ան մեզի գսե այսօր սիրելիներ։ Մտածեցեք բոլոր մեծ օրհնություններու մասին, որոնք դերը տված է ցեզի ձեր կյանքերու մեջ։ Ան հավատարիմ Աստված է եւ պիտի շարունակե այդպես մնալ։ Բայց յետքը 14 եւ 15 համարներուն մեջ գուկա զգուշացումը, եթե ուխտը խախտվի։ Եթե անոնք հրաժարին լսել է կամ հնազանդել է, եթե անոնք արհամարհեն, ադեն եւ անարգեն Աստծո, ան պիտի հերացնե անոնց երկրեն։ Երկրորդ աստիճանի դատապարտությունը գուկա 18-ին 20 համարներուն մեջ։ Եթե անոնք համարը լային եւ շարունակապար չհնազանդեին Աստծո, ան պիտի պատժեր անոնց 7 անգամ։ Այդ կնշանակե ամբողջական եւ բացարձակ դատապարտություն։ 7-րդ անգամ դերը լիովին պիտի գոդրեր անոնց հբարդությունը, անցրև չիբերելով եւ թույլ տալով բերքի մշտական ցախողության։ Եվ եթե անոնք շարունակեին իրենց մեղավոր ճամփաները համար հբարդությամբ, գսե դերը 23-ին 26 համարներու մեջ 4-րդ աստիճանի դատաստանը պիտի ըլլար։ Այսինքն քերության ժամանակը, երբ անոնք պիտի մեռնեին ժանտախտով, երբ սովը պիտի հասներ անոնց։ Հարաճիգա թեփքերուն նայելով գրնանք կարդալ ճիշտ այս նույն դատաստաններուն մասին, որոնք կատարվեցան Եսայայի, Երեմիայի եւ Եզեկիելի մեջ։ Եվ այդ տեղի պիտի ունենա նաեւ մեծ նեղության ժամանակ մեր համար հբարդության, գամագորության
եւ մեղքին պատճառավ։ Գարձես այդ բավարար չէ 5-րդ աստիճանի դատաբարդությունը, որ նկարագրված է 30-32 համարներուն մեջ, ավելի սաստիկ է։ Դերը ըսավ, որ ան պիտի ավրե երկիրը։ Մեղքին արդյունքները բացահայտ են քաղաքի բաշարման ժամանակ դեղի ունեցած պատերազմեն, ինչպես արձանագրված է Աստվածաշունչին պատմության մեջ։ Կտեսնենք Աստված ըրավ ճիշտ այն ինչ որ ըսավ թե պիտի ինե։ Ան խոստացավ վարձատրություն շնորհել հնազանդության, իսկ ողբերգություն մեղքին։ 34 եւ 35 համարներուն մեջ կլսենք 70 ընդհատված շաբաթ տարիին մասին։ Ինչպես գիտենք Աստվածաշունչը կարդալով, որ իսրայելցիները 70 տարի քերության կացին Բաբելոն։ Այդ զուգադիպություն չէ Աստված կգադարե իր խոստումները։ Բայց մարդիկ հբարդ ու համար էին եւ կգարձեին, որ գրնան խաբել։ Բայց Աստված գադարեց երկրին տված իր խոստումը, որ վայելե իր շաբաթը։ Ուստի իր ժողովրդին 70 տարի դուրս անեց երկրեն։ Քալով 40-46 համարներուն կլսենք ուշագրավ մարգարեությունը, որ Աստված խոստացած է հարգել Աբրահամի, Իսահակի եւ Հակոբի հետ կատարած իր ուխտը, երբ ժամանակը կա։ Ան անոնց վերադարձուց երկիրը եւ ըսավ. Եթե ինձի հնազանդ ըլլակ, ես ցեզի այստեղ պիտի բահեմ։ Եթե հնազանդ չըլլակ, հիմա այստեղ ապրող սերունդը պիտի լքե երկիրը, բայց ես անոնց ետ պիտի բերեմ։ Եվ ճիշտ ինչպես որ Աստված ըսավ, այդ սերունդը վերադարձավ երկիրը։ Եվ կտեսնեք, Աստված գսե, որ ան դագավին չվերջացուց իր գործը անոնց հետ։ Եվ ան նոր ուխտ պիտի ինե անոնց հետ այն օրը, երբ անոնց ետ դարձնե այդ երկիրը։ Ամեն։